Պարոն նախագահ, դուք մինչև նույնիսկ մեր հիշատակումը Վազգեն Սարգսյանի դուք ինքներդ մի քանի անգամ այդ շրջանում երևի թե դա անխուսափելի է իրեն հիշատակեցիք, որովհետև իր դերը այդ շրջանում անհնար է ինչ որ կերպ թերագնահատել եւ գիտեք մեկ սա այնց ընդհանուր ասեմ, որ մարդիկ էլ էլի ճիշտ հասկանան Ես ճիշտ է այդ տորը չեմ տիրապետում, չեմ տիրապետել, չեմ հետաքրքրվել։ Հեսա ասեմ։ 18-ին օրինակ, որին մենք կգանք, հա, երբ ես ապրիլյան այդ ժամանակ օրերից սկսած փորձում էի, անում էի դա հրապարակավ, թեպետ այդքան շատ մեծ լսարան չունեի, ամեն կերպ փորձում էի մարդկանց ասել են, պայքարում էի սրանց, որը շատ բարդ էր, խայտառակ վիճակներ, դա ոչ միայն իմ հանգամանքով, այլ նաև եղբայրս էր այդ օրը թիրախավորված էր, ես տենում էի ինչա կատարվում եւ գալիս, չգիտեմ, մեր տուն էին գալիս եւ այլն եւ մտքովս անգամ չէր կարող անցներ, որ մի օր կարա գա ու օրինակ ինձ ինչ որ մեկ ասի դու ոնց որ տես նիկոլական ինչ որ բան ես անում, էլի, այն 18-ին որ տենց այդ վիճակով եմ որ կիմանաք, որ ես ճիշտ եմ, հիմա գալիս է ու տենց, ես չեմ էլ վախենում եմ պատկերացնել ձեր զգացումները, երբ լսում եք նման մեղադրանք ձեր հասցեին, բայց 18-ին ես կգամ, ուղղակի մենք կգանք այսքան, հա, ուղղակի նույնը կարծում եմ այդ հոկտեմբերի 27-ի հետ կապված այդ դավադրապաշտական, մեղադրական եւ անհասկանալի ինչ որ ծագումնաբանության պատմություններն են, երբ ինչ որ շրջանում, ինչպես ես հասկացա ուսումնասիրելով ոչ միայն ձեզ, այլ նաև վստահաբար երկրորդ նախագահին վերագրում էին դրա մեջ ինչ որ մասնակցություն կներեք էլի, որ սա վերարտադրում եմ, որովհետև մարազմա, բայց ամեն դեպքում դուք այդ ժամանակ զբաղեցնում էիք այդ սուպեր նախարարի ԱԾ-ի ղեկավարի պաշտոն եւ փաստացի այն մի հատված էլ կա մարդկանց, ովքեր եթե չեն որտեղ նրանք քիչ են, պարզ ասեմ, հա, ուղղակի բարձր են եղել, բայց մի մասն էլ ձեզ ասում եմ, որ ձեր պատասխանատվության գոտում էր որպեսզի դա տեղի չունենա, այսինքն կանխարգելելը կամ ինչ որ մի բան, հա, ոչ թե ուզում եմ մեղադրանքներին անդրադառնամ, այլ քանի որ մենք զրուցում ենք սենց անմիջական ավելի միջավայրում, կարող եք նկարագրել հոկտեմբերի 27-ը ձեր աչքերով, ոնց եք դուք այդ օրը ապրել, որն ա եղել ընթացքը հենց ձեր աչքերով, որպեսզի մարդիկ հենց այդ դիտակետից տեսնեն հոկտեմբերի 27-ը։ Ես ասեմ, որ այդ մեղադրանքները էլի ինչ որ չափով ընկալելի էին, որտեղ տեղի էր ունեցել մեծ ողբերգություն եւ մարդիկ փորձեին պատճառներ փնտրել եւ այդ փորձերի ժամանակ ինչ վարկած ասես կարող էր ուղիները գալ եւ նրանք ովքեր ազդեցություն ունեին հասարակական կարծիքի վրա, ես նկատի ունեմ լրատվամիջոցներ կամ հեղինակավոր մարդիկ այդ մի քիչ չափազանցացրեցին, բացի դրանից նաեւ հատուկ մարդիկ կային, ովքեր այդ կրակը թեժացնում էին, ակնկալելով իհարկե առաջերտին Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև իմ հրաժարականները, որպեսզի իրանք գան իշխանության։ Եվ դրա ամենավառ ապացույցը կայանում էր նրանում, որ հոկտեմբերի 27-ին դեռևս Վազգենի մարմինը չսառած, տարել էին եւ նախագահին ներկայացրել էին կառավարության կազմի ցուցակ։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ը, ինչ ասեմ, որտեղ եմ դիմավորել կամ որտեղ եմ դրա մասին իմացաք, ինչ գործողություններ հասկանում եմ։ Երկրորդ դրանից առաջ երկրորդ նախագահ եւ Վազգեն Սարգսյան ասեցին, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ես այցելեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնտեղ որոշակի ներքաղաքական խնդիրներ կային, որպեսզի ես Հայաստանի Հանրապետության անունից ասեմ, որ հանգիստ նստեք տեղներդ
տենց Ինչ որ մարդկանց, անիմաստ էր, այո։ Եվ Վազգենն էլ ավելացրեց, ասեց իդ գալուց հարավարևմուտքով կգաս, այդ քո փորձված աչքով կնայես տղաների վիճակը ոնց է, դիրքերը ոնց են եւ այլն։ Ասեց շատ լավ։ Ես գնացի առաջ օրը աշխատեցի հենց Ստեփանագերտում եւ երկրորդ օրը առավոտյան ճանապարհ ընկա դեպի իմ ասած զորքերի տեղակայման վայր։ Հենց այնտեղ էի, երբ որ ինձ զանգահարեց Գորիկ Հակոբյանը, Գորիկ Գուրգենիչը, եւ ասեց, որ ազգային ժողովում կրակոցներ կան։ Ասեցի, արագ ճշտի եւ զեկուցի։ Կար ժամանական զանգեց, ասեց, այնտեղ վատ բան ա եղել, Վազգենը սպանված է, Կարեն Սերոպիչը սպանված է, կան այլ զոհեր, ասեցի շտապ ուղղաթիռ ուղարկի, ազգային անվտանգության ծառայություն ուղղաթիռ չուներ, բայց մենք պայմանավորվածություն ունեինք, որ էքստրեմալ պայմաններում պաշտպանության նախարարությունը պետք է տրամադրեր։ Շատ երկար չպատմեմ, բայց այդ ուղղաթիռը շատ ուշ հասավ։ Հատուկ պարոն նախագահ։ Ախ, կարծում եմ, հա, որովհետև պաշտպանության նախարարությունը բավականաչափ թվով ուղղաթիռներ ուներ, ընդ որում միջև ինձ պաշտպանության նախարարն էլ էր գտնվում, Սյունիքում էր ինքը գտնվում, եւ իր համար ուղղաթիռ ուղարկեցին, հա։ Եկավ։ Նախընտրեցի պաշտպանության, ասեմ պաշտպանության նախարարին, որ ես էլ եմ ցանկանում արագ վերադառնալ։ Ну, միգուցե, չգիտեմ, ճիշտ արեց, սխալ արեց, բայց ինքը չսպասեց, որպեսզի ես հասնեմ Սյունիք, եկավ։ Հետո երեկոյան ուշ ուղղաթիռ հասավ Սյունիք, ես նստեցի, մենք 3-4 հոգով էինք, նստեցինք ու ընթացքում անձնակազմին ասել էին, որ խորհուրդ են տալիս վայրեջ կատարել ոչ թե Երևանիում, այլ Զվարթնոցում, որովհետև վտանգավոր է, կարող են գալ, մեզ ձերբակալել եւ այլն։ Ախշոտ։ Ես ասեցի միայն ու միայն Երևանի, թող գան։ Տեսնենք հետո է ձերբակալողը։ Եկա, վայրեջ կատարեցինք, որևէ մեկը չկար։ Կներեք, էլի պարոն նախագահ, ուղղակի ես Ավելի ճիշտ իսկ դիմավորողներ կային, բայց ձերբակալողները չկային։ Ուղղակի քանի որ ես սենց եմ էլի նամ, եթե ես լավ չեմ պատկերացնում, վստահաբար իմ տարեկիցները, ովքեր հիմա մեզ դիտում են եւ ինձանից ավելի երիտասարդները, լավ չեն պատկերացնում։ Այսինքն ինչ միջավայր էր ստեղծվել, որ կար նման, այսինքն ով պիտի լիներ իրանց վարկածով այդ ձերբակալողները, երկրում իշխանափոխություն էր փաստացի։ Չէ, ոնց բոլորը արդեն տրամադրությունները այդպեսին էին, չէ՞, քո ասածը, որ սա ով է կազմակերպել, ինչ է արել։ Արդեն այդ պահին կար, այդ օրը։ Այո։ Բայց եթե չլներ, դրանք ով էին, որ տանեին նախագահային ցուցակ տային։ Այսինքն իրանք պետք է որոշեին, թե ով պետք է լիներ վարչապետ, ով պետք է լիներ նախարար եւ այլն։ Այսինքն այնպեսին էր ոգևորությունը իրանց, այսինքն ճիշտ բառ չեմ օգտագործում, ոչ թե ոգևորությունը, այլ ինքնավստահությունը, որ իրանք կարող են այդպիսի հարցեր լուծել։ Այդ էր։ Ամենայն դեպս ես մի անգամից եկա ազգային ժողով, նախագահային տեղեր պահեցի, որ ես եկել եմ։ Ну, երկար մնացինք, ու հետո ես գնացի ազգային անվտանգության ծառայություն։ Պարոն նախագահ, միջև ձեր հասնելը Երևան,
իրավիճակը տենց այդտեղ ոնց որ նոր ներկայացրեցիք, այդ լարվածության պատճառը ո՞րն էր, այսինքն հնարավոր չէր դա զսպել, ու որ եկաք դրանից հետո ինչ որ բանով հնարավոր եղավ դա զսպել, թե դա շարունակվեց մինչև այդ քննության ավարտ, որը որ Բավական տևական ժամանակ դա բան արվեց, այդ լարվածությունը մնում էր, բայց ոնց ասեմ, վտանգը արդեն չեզոքացվել էր այդ մասսայական անկարգությունների կամ ինչ-որ մարդկանց պարտադրանքները լսելը բանը, բայց մեկ է, բոլոր դեպքերում շատ երկար ժամանակ դա շարունակվում էր։ Դա ինչ-որ չափով մեղմացավ, ինչ-որ չափով, բայց ոչ ամբողջովին Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո։ Ոչ թե սկզբնական փուլում, այլ նշանակելուց հետո կամաց այդ բանը մեղմացավ։ այդ քննությունն էլ չէ տրվեց ըստ էության մարդկանց, որոնք Այդ հասկանում են որևէ բունտավշիկների մեջ կասկած կային։ չկա, այո։ Ջահանգիրյանի Ամբողջովին, այդտեղ որևէ կասկած չկար։ Պարոն նախագահ, Քննողնել էին իրանք, վերահսկողնել էին իրանք ունեին մուտք ցանկացած տեղ, ցանկացած կառույց, ԱԱԾ-ի անգամ մեկուսարան։ այո, բոլոր տեղերը։ Դե արդեն դեռ մի քանի օր հետո այս ԱԱԾ-ից տեղափոխվեցի նախագահի աշխատակազմ, այո, այդ ժամանակ իրանք ունեցան մուտք նաև ԱԱԾ։ Որ դուք ընդեղ եք դեռ չունեին որևէ բան։ Ոնց կարող էր իմ արկայության պայմաններում որևէ մեկը մուտք ունենալ ազգային անվտանգության ծառայության ցանկացած վայր։ Պարոն նախագահ, երբ մենք քննարկել ենք մի քանի անգամ տարբեր առիթներով, տարբեր հանգամանքներում հոկտեմբերի 27-ը, Նարեկ օրինակ պնդում էր որպես մարդով հետաքրքրվել է այդ ամեն ինչով տեղեկացված է, որ տեղեկատվական գրողները այդ թվում եւ Վազգեն Սարգսյանի նկատմամբ, այդ թվում ի դեպ են օրաթերթի կողմից, որ այն ժամանակ ղեկավարում էր այսօրվա կապիտուլյանտը, այնպիսի ազդեցություն ուներ, այնպիսի մասշտաբ ուներ, քանի որ թերթերն էին հիմնական եւ միակ հավանաբար աղբյուրը տեղեկությունը լայնամասշտաբ տարածելու, որ այդ մարդկանց կազմակերպիչների նախ դրան դերն ու նշանակությունը այդ տերորիստական ակտում եւ որպես տրամաբանական փաստարկ դրա շրջանակներում, որ կարծես այդ մարդիկ մտածել են, որ լայն շրջանակներին Վազգենի սպանությունը թվալու է հերոսություն եւ ազատագրում պետության։ Դուք այդ ժամանակ այդ մթնոլորտը զգացել եք, որ այդպիսի մթնոլորտ կա եւ դա ունի ինչ-որ օբյեկտիվ հիմք։ Ոչ միայն ես եմ զգացել, դա զգացել է նաեւ Վազգենը։ Որովհետեւ իրոք շատ լրատվամիջոցներ ու շատ մարդիկ հերյուրանքներ էին տարածում եւ շատ մարդիկ բավարարված չէին իրենց դիրքով իշխանություններում, այլ տեղերում։ Հասարակական վերաբերմունքը շատ բարդոտ էր։ Դա որոշակի մեղմվեց, երբ որ Վազգենը կոալիցիա կազմեց Կարեն Սերոբիչի հետ, բայց միևնույն է այդ մթնոլորտը ամբողջովին չհանդարտվեց։ Բացի դրանից, այն ժամանակ չկային սոցցանցեր, այն ժամանակ այսքան շատ լրատվամիջոցներ չկային եւ այլն, եւ մարդիկ ուրիշների մասին կարծիք էին կազմում իրենց շրջապատով։ Եվ այո, այդ մարդիկ համոզված էին, որ իրենք փրկիչներ են
եւ այս երկիրը փրկում են գնդակահարելով Վազգենին։ Ես վստահ եմ, որ թիրախը Վազգենն է եղել։ Այն մնացածները, այդպես է ստացվել, որովհետեւ նաեւ իրանք էին շատ լարված։ Դե այդ լարվածությունից ենթադրենք նախագահությունում մեկ ինչ որ շարժում է արել, այնտեղ են կրակել, բայց առաջին կրակոցները ուղղված էին Վազգենին։